Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, եթե հիշում եք, այսօր նաև ամբողջ աշխարհում զարդագործներն ու ոսկերիչները նշում են իրենց մասնագիտական տոնը, այսօր նաև Սուրբ Սարգիսն է, Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է, եւ ես կարծում եմ, որ կարելի է այստեղ կապը գտնել, որովհետեւ զարդերը ինչու են ստեղծվում, նախ ստեղծվում են սիրով, հետո զարդերը նվիրվում են, որպեսզի արտահայտեն սերը, այդ նվիրողը իր սերը արտահայտում է դիմացինի նկատմամբ, այնպես որ հրաշալի կապվում են այս երկուսն իրար հետ, այո, դառնում է կյանքի համատեղելիության, միասին ապրելու խորհրդանիշ եւ հետաքրքիր զուգադիպությամբ այսօր երկու տոնը իրար հետ համընկնում են։ Եվ մենք ինչպես միշտ ունենք թե տոնի, թե իրականությանը համընկնող հյուր եւ մեր հյուրն այսօր Արցախից իր ամուր, երաժշտական ձայնով եւ տաղանդով, բայց ձեզ համար գուցե բացահայտում կլինի, որ իմանաք, որ նա նաեւ արծաթագործ է։ Ով է մեր հյուրը Ձյանը։ Հայտնի լոկան Վալերի Ղազարյանը, որին բոլորդ վստահ եմ ճանաչում եք շատ հայտնի երգերով, այո, բացահայտում է նա նաեւ զարդագործ է։ Ողջույն լոկա, բարի գալուս մեր տաղավար։ Շնորհակալություն, շնորհակալ եմ հրավերի համար եւ ինչպես ասեցիք, զարդերը ոչ միայն արտահայտման միջոցներ են, այլ զարդերը հենց իրենք են արտահայտման, այսինքն զարդերի միջոցով նաև խոսում է մշակույթը։ Այո, որը շատ կարևոր է։ Զարդերը մեծ, իհարկե, ինչպես դուք եք ձեզ տարբեր հարթակներում, բնութագրում երկաթյա ոտքով եւ սրտով ռեպերը Արցախից։ Մի փոքր ուզում եմ, քանի որ ձեզ ճանաչում են առավելապես որպես երգիչ, ուզում եմ մի փոքր այս պահին ձեր գործունեության մասին խոսենք, հետո հատիկ առ հատիկ կանդրադառնանք ձեր զարդերին։ Ինչով եք այս պահին զբաղվում։ Այս պահին զբաղվում եմ նոր ալբոմի աշխատանքներով եւ այս տարի ձեր եթերում առաջի անգամ բացահայտում անեմ, լինելու եմ մեծ մենահամերգ։ Ու այդ աշխատանքներով եմ հիմնականում զբաղված, բայց նաեւ զբաղված եմ լոկասի զարգացմամբ եւ այս տարի ուզում ենք վերսկսենք մեր աշխատանքները, քանի որ հիմա միայն զարդերով ենք զբաղվում, հագուստ չենք անում, քանի որ հագուստի արտադրամասը մնաց Արցախում։ Հիմա այս տարի ուզում ենք նորից հագուստն սկսենք, Աստված առաջ։ Լոկա, իսկ զարդագործության նկատմամբ սերը երբ է արթնացել, երբ եք բացահայտել։ Փոքր ժամանակ, երբ որ ուսումնարան էի սովորում դեռ, փոքր ժամանակ, փոքր չէ, արդեն ավարտած, որ ուսումնարան էի սովորում, ոնց որ ազատ ժամանակ ունեի, քույրս աշխատում էր մի հատ մարդու մոտ Արցախում Նռենի կար, չգիտեմ գիտեք թե չէ, Արմոնդն էր, որ արծաթագործ էր, ու ես մի քանի անգամ գնացի իրանց խանութ ու այդ բանը առաջացավ ու Արմոնդին համոզեցի, որ ինձ սովորացնի, ու տենց սկսեցինք իրար հետ անել, սովորեցի ոնց են ձուլում, ոնց են առանձնացնում, ոնց են մշակում եւ այլն, բայց անկեղծության համար պետք է ասեմ, կոնկրետ այս զարդերը ես իմ ձեռքով չեմ անում, մի քիչ բան գլուխ գովալ կլինի էլի, որ ասեմ ես եմ նստում այդքան անում։ Այսինքն էսքիզներով եք դուք առավելապես։ Նու հա, էսքիզներով, գաղափարով, փաթեթավորում, ինչպիսի տեսք պետք է ունենա վերջնականը, խորհրդանիշը եւ այլն, այսինքն հիմնականում ոնց որ շատ բան իսկական հայկական լեզվով որ ասեմ, pre-production-ով։ Ձեր երգերում Արցախի մասին միշտ կան տողեր, կա ասելիք, բայց ինչպես արդեն հասցրեցինք նկատել, նաև արծաթագործության մեջ կա, որովհետև յուրահատուկ գործեր են եւ այստեղ խոսենք նաև Ղազանչեցոց եկեղեցու հանրահայտ հրեշտակի մասին, որը այստեղ ներկայացված է նրա նախատիպով մյուս հրեշտակների մասին, որոնց դուք անուններ եք տվել, բայց այստեղ առաջին հարցը այսպեսին է. արդյոք կան հեղինակային իրավունքներ հենց կոնկրետ այս հրեշտակի հետ կապված, որովհետև մենք գրեթե բոլոր արծաթագործների մոտ նկատում ենք այս աշխատանքը եւ արդեն մյուս աշխատանքների հեղինակային իրավունքների մասին եւս։ Շնորհակալություն նախ շատ լավ հարցի համար։ Իրականում այդ հարցը ինձ էլ է միշտ հուզել ու ես մի քանի հոգու ում ճանաչում եմ, ես հարցրել եմ, ասել եմ արդյոք դուք ունեք հեղինակային իրավունք էսա անելու, որովհետև այս քանդակագործը, հեսա դրա մասին էլ կխոսամ, մենք ցանկացած հրեշտակ, որ արտադրում ենք, շուկայում հայտնի է երկու տեսակի հրեշտակ, ձիթենի ճյուղով եւ աղավնիով։ Բայց Ղազանչեցոցի զանգակատան հրեշտակները 4-ն են եւ նա ամեն մեկը իր խորհուրդը ունի։ Այսինքն մենք նախքան սա արտադրելը հանդիպել ենք քանդակագործի թոռան հետ, քննարկել ենք, էսքիզներն ենք տեսել, այսինքն ի սկզբանե քանդակագործի կողմից նկարված թե ինչպես պետք է լինի այդ քանդակը, այսինքն մենք շատ խորը research ենք արել, նոր ենք սկսել արտադրել։ Մենք այս արտադրանքը ինքը
բիզնես մտածողություն չէր։ Ինքը ավելի շատ արտահայտման, պահպանման, ինքը ինչպես իմ երգերում, այնպես էլ էս գործում ես ցանկություն ունեի, որ Արցախի մշակույթը, Արցախի որովհետև հրեշտակները իրանք պատմություն ունեն։ Շատ հին, ավելի հին պատմություն ունեն, քան Ղազանչեցոց եկեղեցին։ Չեմ խորշի դա ասել, որովհետև Ղազանչեցոց եկեղեցին կառուցվել է մեկ այլ եկեղեցու ֆունդամենտի վրա։ Հիմքի վրա։ Այո, հիմքի վրա։ Եվ պահպանվել է միայն Զանգակատունը։ Այսինքն մինչև Ղազանչեցոց լինելը այնտեղ կա մեկ այլ եկեղեցի, որը մեր թվարկությունից առաջ էր, էլի բան ու այդ տեղի վրա կառուցվել է ու այդ Զանգակատան հրեշտակները թարմացվել են։ Այսինքն 90-ականների ժամանակ առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, երբ ազատագրվեց Շուշին, եկան բոլորը տեսան, որ հրեշտակները վնասված են։ Երևի հայտնի նկարը հիշում եք, այն մարդը երեխուն գրկած, դա հենց դրա խորհրդանիշն է, որ քանի որ հրեշտակները վնասված էին, որպես հրեշտակի խորհրդանիշ բերեցին իրենց երեխաներին, որ խորհրդանիշ իսկ երեխաները մեր ապագաներն են, սերունդը չէ։ Այսինքն ինքը այտենց խորհրդանշական է եւ Թորան հետ երբ որ մենք շփվեցինք, ես խնդրեցի հեղինակային իրավունք եւ այս ամեն ինչը ինչ կա, բոլորը ոնց որ համաձայնեցված են եւ այս հրեշտակների մենք տվել ենք անուններ։ Շուկայում ոչ մեկին ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բայց ցանկացած արծաթագործ ովքեր զբաղվում են սրանով եւ արտադրում են այս հրեշտակները, հարցնեք անունը, կասեն Գաբրիել հրեշտակ ու այլ ոչինչ չեն ասում։ Որովհետեւ ամենահայտնի անունը դա չէ, Գաբրիել հրեշտակը, բայց իրականում իրանք ունեն նպատակային անուններ, այս անունները մենք դրել ենք, եթե նկատել եք բոլոր հրեշտակների ձեռքին կա այս ձողը, որը կոչվում է հայերենով չեմ կարող ասեմ, տրոպկա միրա, աշխարհի ձողը։ Եվ ձախ աշխարհի թե խաղաղության։ Խաղաղության աշխարհի ինձ թվում է շատ խաղաղության, հա, ես էլ եմ այդ խաղաղության կողմնակից եմ ավելի շատ։ Ու բոլորի ձեռքում կա մեկինը կա աղավնի, որը խաղաղությանն է։ Մեկինը կա ձիթենի, որը ավետաբերն, նոյը որ բաց թողես թրջունը կյանքի շարունակության։ Հա, ինքը կյանքի շարունակությունը։ Հաջորդը, որը անունը մենք դրել ենք իմաստության, դա Ցորենն է։ Ցորենն է, որը ընտանիքի խորհրդանիշն է, այսինքն իմաստության, եւ մյուսը հավատասերն է, որի ձեռքը Աստվածաշունչը եւ խաչ։ Այսինքն այս բոլոր 4 հրեշտակները իրանք իրար հետ կապում են, այսինքն խաղաղություն ամենոց, լավ ավետ, իմաստություն եւ հավատք։ Այսինքն այդ զանգակատան 4 կողմերը իրանց բաների ինձ թվում է իմ կարծիքով սխալ է անել երկու հատը եւ այն երկուսին ուշադրություն։ Հա, այսինքն այստեղ տպավորությունը նենց է, որ մենք խոսում ենք նրա մասին, ինչը ակտուալ է։ Ահա շատ կոպիտ եթե օրինակ բերեմ, աղավնիովը եւ ձիթենու ճյուղով ավելի լավ վաճառվում, քան մնացածը, բայց չեմ կարծում, դա սխալ մոտեցում է։ Չի կարելի նման պատմություն ունեցող զարդը ներկայացնել որպես ֆինանս հետապնդող բան եւ չգիտեմ, գուցե նաև մարդիկ տեղյակ չեն զուտ ընտրում են այդ տարբերակը, որովհետև տեսնում են դե նման բաներ միշտ վարակելու բնավորություն ունեն ու ընտրում են։ Այսինքն հիմա երբ որ մենք ներկայացրեցինք, դուք պատմեցիք ամեն ինչ, գուցե այն մարդիկ ովքեր դիտեցին կհասկանան այդ 4 հրեշտակները։ Գուցե գնորդին ներկայացվում է դուք ենթադրաբար ես կարծում եմ, եթե սխալ եմ ուղղեք, լայն սպառման համար գուցե չէ, ինչու, որովհետև ինքը ավելի ճիշտ է, ինքը ավելի որակով է, ինքը ունի պատմություն եւ այդ դեպքում ունենում է նաեւ բարձր գին համեմատած շուկայի մյուս արտադրանքներին, որովհետև գուցե չգիտեմ պատմությունը։ Այ չեք համարում, որ դա պետք է նույնպես լինի ձեր առաքելությունը, որպեսզի ներկայացնեք պատմությունը։ Միանշանակ այսօր ինչ-որ շատ իդեալական հարցեր եք տալիս, ինձ դա դուր է գալիս։ Պատմությունը փոխանցելու համար մենք բացի նրանից, որ մեր սոցհարթակներով անընդհատ պատմում ենք այս հրեշտակների զրոյից ստեղծման մինչև արձանի տեսքի պատմությունը, մենք նաև մտածել ենք այսպիսի անձնագրեր, սա կոչվում է անձնագիր, իրանց անձնագրերն է։ Ցանկացած հրեշտակի հետնամասում կա թիվ, հերթական համար, որը գրվում է անձնագրի մեջ եւ գրվում է անուն ազգանուն։ Այսինքն բոլոր մեր հաճախորդները, ովքեր ունեն այս հրեշտակներից, բոլորին գիտենք, որը որ թիվն է։ Այսինքն նույնի երկրորդը չեն կարող ունենալ։ Եվ անձնագրի մեջ հենց առաջի էջում գրված է հերթական համարը, քանի գրամ է, ինչ պրոբա է, հա, այսպես ասած արծաթը եւ նվիրվում է այսինչ մարդկանց։
եւ երկրորդ մեջտեղի էջում արդեն գրվում է հրեշտակի պատմությունը։ Ամեն մի հրեշտակի համար գրվում է հենց իր պատմությունը։ Այսինքն ավետաբեր հրեշտակի համար Շուշի այս ամեն մեկի համար մի հատ առանձին պատմություն է գրված։ Ամեն հրեշտակի առանձին պատմությունը մենք բացի նրանից, որ խոսում պատմում ենք, նաև տալիս ենք իրանց, որ իրանք ընթերցեն։ Արդեն իսկ հուշանվեր է նույնիսկ առանց կախազարդի։ Իսկապես դրսում ապրող հայերի համար ինչու, որովհետև նրանց համար ավելի դժվար է պեղել իրական ինֆորմացիան, ծանոթանալ իրական հայկականի հետ ու հատկապես Արցախին վերաբերող թեմաները հիմա շատ նուրբ թելով շրջանցվում են երբեմն, ինչը պետք չէ ու պետք է շեշտել, որ նման աշխատանքներ կան, որոնք թե որպես հուշանվեր, թե որպես զարդ ամբողջացնեն մարդկանց նվերի տարբերակը, նաև պատմությունը մեր իրենց մեջ ամբողջացնելով եւ շարունակելով թեման ուզում եմ հասկանալ բացի հրեշտակներից, ինչ աշխատանքների վրա եք կենտրոնանում, ինչեր եք ստեղծում, այնտեղ նկատում եմ նաև ու բացի արցախյան թեմաներից ընդհանրապես ինչի վրա եք կենտրոնանում, ինչ զարդեր եք ուզում ստեղծել։ Ամենայն անկեղծությամբ դեռ այսքանով սահմանափակվել եմ, բայց ինչպես ասացի, որ վերսկսենք աշխատանքները այլ թեմաներ լինելու, բայց ինչպես որ մենք միշտ ասել ենք, Լոկասի ցանկացած աշխատանք ոնց որ ոգեշնչված է արցախյան մշակույթով։ Այսինքն մեր առաքելությունը ինչ որ բան արտադրել եւ վաճառելը չի։ Մեր առաքելությունը այդ արտադրանքով պատմություն ոչ թե սովորացնել, այլ փոխանցելն է, հա։ Փոխանցել, պահպանել, ինչպես նաև որ հուդիներ ենք անում, հուդիների վրա արցախյան բարբառով ինչ որ գրություններ կար գրած, ինչ որ դες հետաքրքիր գրություններ նաև թարգմանությունով, թե ինչա նշանակում, ոչ այն ստանդարտ մուկլիմենդիր բան, տենց բաները չէ, մի քիչ ավելի խորը, ավելի ոնց որ համ հետաքրքիր, համ արմատական։ Այդ նշած բառը Սարտոստայնն էր, ճիշտ գիտեմ, այո, շնորհակալություն կներեք, որ բայց այն ում հարցնես Արցախի բարբառ, առաջինը ասում է մուկլիմենդի, բայց այնքան ավելի հետաքրքիր բաներ կա, օրինակ ջնահեռը։ Այդ ինչ է նշանակում։ Հետաքրքիր ջնահեռը ինքը տենց բան ուղիղ թարգմանությունը մարդ, ով որ ջերմում է, ջնահեր, ջանը երում է, բայց այդ ոնց որ ավելի տենց սիրով, երբ որ մեկին տենց շատ սիրելով ասում սա ջնահեր, ինձ տենց ինքը տենց սիրո արտահայտման բան է։ Շեղվեցինք ներողություն։ Այո, շեղվեցինք, այս տատիկ պապիկի Այո, այսօր սիրո տոնն է կներեք ջնահեր բառը, իսկ տեղին է փաստացի։ Սիրո արտահայտման միջոց է։ Ես քեզ սիրում ջնահեր։ Տատիկ պապիկը այս իրականում այս տատիկ պապիկը, որ մենք արել ենք էսքիզը, ինքը տենց մեծ վաճառքի համար չէր, շատ մեծ պատվեր ունենք Ամերիկայից, որ պետքա արտադրենք 500-ից ավել եւ US-ի համալսարանում պետքա բաժանենք, այնտեղ միջոցառում ունենք ու հետո այդ անելուց հետո որոշեցինք, որ ինչու՞ չէ կարելի է նաեւ ոնց որ վաճառքի անել, բայց մի հատ էստեղ էլի մշակութային շատ հետաքրքիր բան կա, որ մեծ մասին, օրինակ դուք գիտեք, տատիկ պապիկի քանդակագործող էր։ Մեծ մասը չի հիշի, թե ով էր քանդակագործը, ինչ նշանակություն ունի, խի հենց տատիկ պապիկ եւ խի հենց բլուրի վրա, խի առանց պատվանդան, խի առանց բան, այսինքն լիքը հարցեր կա, որը շատ մարդ չի կոպիտ ասած խորանում, ինչու, հա, չի մտածում։ Բայց էդ էլ է նաեւ խնդիր, եթե ես նաև մի հատ sense թեթև անցում անեմ նորից հետ գամ, էլի ոնց որ ես մի հատ ծրագիր էի անում 20-ից հետո, երբ որ այդ դեպքերը ամեն ինչ եղավ ու 23-ին վերջնական եղավ, ես շատ սիրում եմ սարեր գնալ, անտառներ գնալ, տեսարժան վայրեր եւ մի ծրագիր սկսեցի, որը կոչվում է հայրենիքը պետքա ճանաչես, ով սիրես։ Եթե չճանաչես, չես կարա սիրես ու տենց ամբողջ Հայաստանում մի տարվա ընթացքում Հայաստանում այդպիսի տեսարժան վայր, սար, անտառ չկար, որ չգնայի։ Ու այս նույնը ես մտածում եմ, որ նաև ուղիղ կապ ունի մշակույթի, երգի, պարի, նկարչության, ցանկացած գործի հետ, ցանկացած, այսինքն մի բան եթե դու ունես, եթե դա չիմանաս, չճանաչես, դրա իր պատմությունը որտեղից է եկել, ինչ նշանակություն ունի եւ այլն, դու չես կարա իրան լիարժեք ընդունես։ Մենք բոլորս գիտենք տատիկ պապիկ կամ ինչպես մեր սփյուռքահայերն են ասում մամիկ պապիկ, հա, ու վերջ դրանից ավել ոչինչ չգիտենք։ Հիմա դրա
համար մենք նույնպես ստեղ գրել ենք պատմությունը, ով է քանդակագործը, որ թվին է տեղադրվել, ինչի համար է տեղադրվել, մոտավոր բովանդակությունս են տատիկ, պապիկ, դեդո, բաբո կամ ինչպես զբոսաշրջիկներ են ասում մամիկ, պապիկ, պաշտոնական անվանումն է մենք ենք մեր սարերը հուշարձանը, որը տեղադրվել է 1967 թվականին Ստեփանակերտի մուտքի բլուրներից մեկի վրա։ Հուշարձանի քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետը Յուրի Հակոբյանը։ Բաղդասարյանի նպատակն է եղել ցույց տալու, որ կոթողն անմիջապես հողից է սկիզբ առնում, ծնվում է ու շարունակվում է հողի վրա ամուր կանգնելու համար առանց պատվանդանի։ Այսինքն դրա համար է, որ պատվանդան չունի։ Քանդակագործը խորհրդանշում է հայկական ավանդական ընտանիքի սկիզբը։ Այստեղ ափսոսում եմ, որ այս ամենի մասին թերևս մենք հիմա ենք շատ դեպքերում լսում եւ խոսում, ինչու, որովհետեւ երկար տարիների ընթացքում մենք պետք է այս մասին խոսեինք, այստեղ բոլորիս մեղավորությունը կա, բայց իհարկե հիանալի եւ ողջունելի է, որ թեկուս հիմա, բայց այսքան գրագետ ձևաչափով եք ներկայացնում աշխատանք, այսինքն միայն դա բիզնես չէ։ Իդեպ մի հարց, ինչպես նկատեցի, դա արծաթ է, թե լույսերից է։ Բոլորը արծաթ են։ Հա։ Բոլորը արծաթ են, ու սա առանձին է, սա որպես անձնագիր է, էլի այսպես ասած գնում, սա առանձին, ինքը տենց հետաքրքիր նվեր է, մենք ավելի շատ նաև փաթեթավորմանն ենք ուշադրություն դարձնում, այս օրինակ պոպոկի փայտից է սարքած, ու ինքը բանով է, փակվում է, ու ինքը տենց որպես հայերեն չգիտեմ այդ բառը շկատուլկա, շատ գեղեցիկ են, զարդատուկ։ նաև կարա տենց աշխատի, ու ինքը տենց որ դիրքով ուզեք կարակ դնեք, այսինքն իրան մաքսիմալ նենց ենք փորձել սարքել, որ տենց ամեն օրվա ու բան չլինի, միանգամյա չլինի, էլի ոնց բացես ու սել չես Ինքնից կարա։ դու շատ լավ նկատեցիր սկզբում, որ շատ լավ հուշանվեր է, թեկուզ տատիկից թորանը, որպեսզի սերնդեսերունդ պահպանվի պատմությունը եւ Ընտանիքի զարդ, ինչպես ընտանեկան լինում է հին զարդերը։ Վերադառնալով երաժշտությանը գուցե խոսենք այս մասին այս պահին ստեղծագործական ինչ փուլում եք եւ նաեւ առաջիկա համերգի մասին, եթե գաղտնիքները կբացահայտեք։ Շատ գաղտնիք չեն բացահայտի, որովհետեւ դեռ ժամանակ ունենք, ոնց որ տարին նոր է սկսվում, նոր ենք դեռ համակերպվում, բայց երաժշտական լիքը շատ նոր երգեր կան, 15-ից ավել նոր երգ կա, ուղղակի ժամանակային էր մի քիչ չեմ հասցնում։ Դուետներ թե միայն ձեր։ Ինչպես նաև դուետներ եւ առանձին երգեր, ինչպես նաև արտասահմանյան մի քանի արտիստի հետ էլի դուետներ կլինեն։ Իսկ համերգի մասին շուտով արդեն կսկսենք պաշտոնապես հայտարարել եւ գաղտնիքներ բացել, էլի այսպես ասած։ Հավատարիմ մնալով նաև օրվա մյուս խորհրդին, ուզում եմ հարց տալ, թե աղի բլիթ երբևէ կերել եք, թե ոչ։ Մի քանի անգամ կերել եմ, այո։ Իսկ ինչ երազ եք տեսել։ Շատ ջուր խմելուց բացի ուրիշ ոչինչ չեմ Դեռ չեք տեսել։ բացարձակ չէ։ Իսկ գուցե այս պայն առաջարկում աղի բրիթին զուգահեռ նաև ինչ որ մի ակապելա կատարում։ Ես ուզում եի հասկանալ լյոկայի սիրտը զբաղված չէ, այդ դեպքում այդ երազը որևէ կապ ունեցել է, թե չէ, եթե երբևէ չի տեսել։ Okay։ Մտքում էի մտածում, հետո բարձրացնեցի։ Okay, աղաբլիթը կերել եմ երևի շատ փոքր տարիքում։ Հետո տեսա մատամին։ Չէ, այս նույնպես մեր արտագրանքն է, այս իմ ալբոմի անունն է, կյանք ենջնջած կանք, ինքը տենց խորհրդանիշ ունի։ Ուրեմն պատասխան է, որովհետև Facebook-ում ամեն անգամ երբ որ կանք կյանքը բերում էր իմ մոտ, ես մտածում եմ իսկապես մի տար ու իրականություն մի ամբողջ, բայց ես իմ հարցից չեմ հրաժարվի, քանի որ Ձիաննան փորձեց բացահայտել, ուզում ենք հասկանալ այս պայն ում կնվիրեք երգ ու մի ակապելա կատարում մեզ ակապելա չնվիրել, մեզ նվիրել։ Երևի ակապելա չեմ անի, այդ խորհրդանիշի համար շնորհակալություն շատ, այդ իմ միտքն է ու իմ նաև այդ ձեռագիրս է հենց ես իմ գրած բանն այն հենց խորհրդանիշը հենց նրանում է որ ապրում ենք մի կյանք որտեղ կանք այսինքն ու նաև կանք այնքան մի քանի ապրում ենք ոնց որ տենց ինքը բառախաղ կանքի ու կյանքի միջև էլի ու ես նաև այս 23-ից հետո ասում եմ սա իմ համար սա կյանք չի սա կանք է դեռ կանք է իսկ քանի կանքը կա դեռ կանք չի այո Եվ կանք, եթե կա սեր, եթե կա հավատ, առաստված եւ արհայրենիք, ինչպես մեր զրուցում էինք Տեր Համբարձումի հետ ձեզանից առաջ։ Շնորհակալություն Լոկա, թող ձեր սիրտը, ինչպես դուք եք սիրում ասել, շատ սիրով, տոկունությամբ լի լինի եւ այսպեսի ստեղծագործությունները իհարկե ոչ միայն երգի տեսքով, նաեւ զարդերի տեսքով հասնեն բոլորին։ Շնորհակալ եմ շատ։ Մենք ենք շնորհակալ։
Սիրելի հեռուստադիտողներ, բարև երկիրն ենք մենք եւ տաղավարում զրուցում էինք Լոկայի Վալերի Ղազարյանի հետ։ Այսօր Սուրբ Սարգսի տոնն է, այսօր Զարդագործների եւ ոսկերիչների մասնագիտական օրն է։ Մի տեսակ շատ սենց սեր եմ զգում այսօր, սիրով եմ լցված եւ շատ սիրում եմ այսօր մեր եթերը։ Հա, ես էլ սիրեցի մեր եթերը, որովհետև մեր եթերում ինչպես միշտ սեր կա, բայց այսօր ոչ միայն եթերում, եթերից դուրս էլ այստեղ սեր է տիրում, ինչի համար իհարկե մենք շատ ուրախ ենք եւ կհանդիպենք քիչ հետո։